Բարև ձեզ, եթերում Հայաստան եւ աշխարհն է, մեր կողքին եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին նախ համառոտ։ Վերջին 50 տարում առաջին անգամ Ամերիկան կարող է մահապատժի ենթարկել իր իսկ զինվորին։ Նա Աֆղանստանում սպանել էր 16 մարդու, այդ թվում 9 երեխայի։ Ամերիկան դուրս է գալիս, Իրանը մտնում է, Աֆղանստանում աճում է իրանական ազդեցությունը։ Պատերազմ թե խաղաղություն, Իրանն ու Միացյալ Նահանգները կարող են երկկողմ բանակցություններ սկսել։ Ինչ կլինի իրանական խնդրի հետ ամերիկյան ընտրություններից հետո, ինչպես է Իրանը դիմագրավում պատժամիջոցներին, ինչ են նշանակում Իրանից հնչող հակասական հայտարարությունները, պարզաբանում է Թեհրանից նոր վերադարձած իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Բարակ Օբաման այն միակ նախագահն էր, որ հոգևոր առաջնորդին Այաթոլլահ Խամենեին ուղղեց երկու նամակ։ Երկրի ղեկավարը այսօր Լիոնում էր, նախագահը հանդիպել է տեղի հայության եւ ֆրանսիացի գործարարների հետ։ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ ամենամեծ երկիրն է։ Հայաստանում ֆրանսիական 180 ընկերություններ են գործում, մինչև այսօր նրանք 180 միլիոն դոլարի ներդրում են կատարել։ Սա լավ է, բայց բավարար չէ։ Գործակցության զարգացման նպատակով Սերժ Սարգսյանը ֆրանսիացի գործարարներին հրավիրել է Հայաստան։ Նախագահի հանդիպումների մասին Ֆրանսիայից պատմում է Գոհար Մանուկյանը։ Հրեշտակազարդ այս սրահը Ժյուստեն Գոդայի անունով է։ Նա Լիոնի ամենաազդեցիկ քաղաքապետերից է եղել։ Հայ համայնքը վայելել է նրա մեծ համակրանքը։ Բարձրատյաններում միշտ բարձրաձայնել է հայոց ցեղասպանության հարցը։ Հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ համարվող սրահում էլ տեղի ունեցավ Հայաստանի նախագահի եւ Լիոնի հայ համայնքի հանդիպումը։ Լիոնի ներկայիս քաղաքապետը շարունակում է իր նախկինի գործը։ Հայերի հանդեպ սերն ու համակրանքը քաղաքում չի փոխվել։ Մեզ համար մեծ պատիվ է մեր քաղաքապետարանում ու հատկապես այս սրահում ընդունել Հայաստանի նախագահին։ Հայոց ցեղասպանությունից հետո Լիոնը դարձավ բազմաթիվ հայերի համար նոր կյանքի սկիզբ։ Ֆրանսիան նրանց ձեռք մեկնեց։ Հայերը եւս իրենց անմնացող դերն են ունեցել մեր քաղաքի պատմության մեջ։ Հայերի հանդեպ մեծ սերը նրան ստիպեց երկրաշարժի ժամանակ գալ Հայաստան եւ մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժածներին ու դրանից հետո գրեթե ամեն տարի Լիոնի քաղաքապետը այցելում է Հայաստան։ Ըստ նրա Հայաստանը կենսունակ եւ համարձակ երկիր է։ Մեկ ամիս առաջ Հայաստանը պաշտոնապես դարձավ ֆրանկոֆոնիա կազմակերպության անդամ, ինչը պատահական չէ։ Հայոց ցեղասպանությունից հետո հայերն իրենց փրկությունը գտան հենց այստեղ։ Նախագահը համոզված է, հայ ժողովրդի մտքի վրա Ֆրանսիան մեծ հետք է թողել։ Սերժ Սարգսյանը կարևորեց Ֆրանսիայի դերը հայոց ցեղասպանության միջազգային հնչեղություն տալու գործում։ Մենք պետք է ավելի կազմակերպված դարձնենք մեր համազգային պայքարը, որպեսզի մարդկության դեմ կատարած հանցագործությունը այլևս երբեք չկրկնվի։ Համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ։ Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա թերևս նվազագույն պայման է։ Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը ֆրանսիահայ խոշոր գործարարը ներկայացել է Made in Armenia ժամացույցով։ Սա բացառիկ դեպք է, երբ Ռաֆի Գրիգորյանը չի գրում այն գործարանի ժամացույցը, որի բաժնետոմսերի մի մասը հենց իրեն է պատկանում։ Օդարներն իմանան, որ ինչ տեսակ ժամացույց կգրնանք ստեղծել եւ գրված է Made in Armenia։ Ֆրանսիահայ գործարարը վերջին շրջանում մտածում է իր ներդրումն ունենալ հայրենիքի տնտեսության զարգացման գործում։ Միջազգային շուկայում արդեն հաջող բիզնեսի օրինակ ունի։ Վստահ է, որ եկել է Հայաստանում էլ ներդրումներ անելու ժամանակ։ Գործարարն անկեղծանում է, որ այս մասին սկսել է մտածել, երբ լսել է, որ Հայաստանը ցանկանում է ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Իրավ է, որ այս 20 տարվա մեջ որ զարգացավ Հայաստանը, ուզենք զարգացավ։ Հիմա իմ մտածությունս ինչ է, որ ավելի զարգանան, բայց բզդիկ եւ միջին գործարանները։ Լիոնի արդյունաբերական պալատը համարվում է իր ներդրումների քանակով երկրորդ խոշոր կառույցը Փարիզի արդյունաբերական պալատից հետո։ Այստեղ ներգրաված է 71000 ընկերություն։ Մենք պարտադրված ենք լինել առաջին տասնյակի մեջ այս ցուցանիշներով, որովհետև մենք այլ ճանապարհ չունենք։ Մենք չունենք բնական ռեսուրսներ, մենք գտնվում ենք գրեթե համատարած շրջափակման մեջ եւ մեր միակ ելքը գործարար միջավայրի բարելավումն է եւ ներդրումներ ներգրավելը։ Ֆրանսիացի գործարարներին նաև Հայաստանում կընդունեն։ Նախարարը նկատում է, թող գան ու սեփական աչքերով տեսնեն, որ Հայաստանն անում է հնարավորը, որ ստեղծվեն ազատ տնտեսական պայմանները օտարերկրյա ներդրողների համար, իսկ ֆրանսիացիների համար հատուկ պայմաններ, չէ որ բարեկամ երկիր ենք։ Լիոնից Գոհար Մանուկյան, Կարեն Սիմոնյան, Armnews։
Ամերիկացի զինդատախազները պահանջել են մահապատժի ենթարկել ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյլսին, որը մեղադրվում է 16 խաղաղ աֆղանստանցու, այդ թվում 9 երեխայի սպանության մեջ։ Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորներն ու տեղացիները վկայություն են տվել Բեյլսի կատարած սպանությունների վերաբերյալ։ Եթե բավարարվի դատախազների պահանջը, ապա Միացյալ Նահանգների արդարադատության պատմության վերջին 50 տարիների ընթացքում Բեյլսը կլինի մահվան դատապարտված առաջի զինծառայողը։ Բեյլսը սպանություններ էր կատարել այս տարվա մայիսին եւ կտրուկ սրել ամերիկա-աֆղանական հարաբերությունները։ Ողբերգությունից հետո մոտ 2 ամիս Աֆղանստանում գրեթե ամեն օր ամերիկացի զինվորների հանդեպ հաշվեհարդարներ էին տեղի ունենում։ Ամերիկյան զորքերը եւ խաղաղարար առաքելություն իրականացնող մնացած ուժերը շուտով կլքեն Աֆղանստանը։ Դրան զուգահեռ այստեղ աճում է իրանական ազդեցությունը, ճիշտ այնպես, ինչպես եղավ Իրաքի դեպքում։ Իրանական կապիտալը Աֆղանստանում արդեն իսկ վերահսկում է երկրի ԶԼՄ-ների զգալի մասը։ Բացի այդ, իրանական ֆարս գործակալության փոխանցմամբ Իրանը եւ Աֆղանստանը ապահովագրական շուկայում համագործակցության պայմանագիր են ստորագրել, համաձայն որի երկկողմ գործակցությունը կվերաբերի ապահովագրական բոլոր բնագավառներին։ Իրանի շուրջ միջազգային լարված իրադրությունը շատ շուտով կարող է գտնել իր խաղաղ լուծումը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև շուտով հնարավոր է երկկողմ բանակցություններ սկսվեն։ Huffington Post-ը վերլուծել է հետընտրական Ամերիկայի արտաքին քաղաքական իրանական ուղենիշը, համադրել փաստերը եւ եկել եզրակացության, որ Իրանն ու Միացյալ Նահանգները պատրաստ են փոխադարձ զիջումների։ Իրանի դեմ հնարավոր պատերազմը եւ նույնիսկ հետագա պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել։ Միացյալ Նահանգներում եւ Իրանում հնչող հայտարարությունները փոխադարձ հստակ ուղերձներ են պարունակում։ Զգացվում է, որ երկկողմ անմիջական բանակցությունները սարերի ետևում չեն։ Huffington Post-ը մեկտեղել է Վաշինգտոնից եւ Թեհրանից հնչող հայտարարությունները եւ եկել եզրակացության, որ կողմերը պատրաստ են լուրջ փոխզիջումների։ Այսպես, Իրանի նախագահը ամերիկյան ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ միջուկային խնդիրը պետք է լուծվի ամերիկա-իրանական երկկողմ բանակցությունների միջոցով։ Դրանից հետո Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարեց, որ նման ձևաչափով քննարկումները տաբու չեն։ Մյուս կողմից Վաշինգտոնը արդեն հայտնել է երկկողմ բանակցություններին իր պատրաստակամությունը։ Ընտրություններից 2 շաբաթ առաջ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի երկկողմ հստակ պայմանավորվածություն չկա, բայց նահանգները դրան պատրաստ են։ Իրանական խնդրի շուրջ նոր զարգացումները հնարավոր է իրենց դրական արդյունքը տան մինչև հաջորդ տարվա հունիսը, երբ Իրանում կայանան նախագահական ընտրությունները, կամ էլ դրանից անմիջապես հետո։ Իրանի հարցը իրականում անմիջական կապ ունի սիրիական մղձավանջի հետ, քանի որ Սիրիայի նախագահը Իրանի գլխավոր դաշնակիցն է։ Հետևաբար Սիրիայի խաղաղության բանալին գտնվում է Իրան-ամերիկյան բանակցություններում։ Մյուս կողմից հենց Սիրիայի հարցում ընդգծված հակասությունները ի վիճակի են տապալել Իրան-ամերիկյան բանակցությունները եւ դարձյալ սրել իրավիճակը տարածաշրջանում։ Դավիթ Սարգսյան, Առնյուզ։ Հիշում եք, վերջին մի քանի ամիսներին միջազգային լրատվամիջոցներում գրեթե ամենտեղ կարելի էր հանդիպել այն տեսակետին, որ մինչև ամերիկյան ընտրությունները, մինչև նախագահական ընտրությունները Իրանի դեմ ոչ մի պատերազմական գործողություն չարժի ակնկալել, քանի որ դա իրատեսական չէ։ Հիմա ընտրություններն արդեն տեղի ունեցան, Բարակ Օբաման վերընտրվեց եւ հարց է ծագում ինչ սպասել հիմա Իրանի դեմ։ Բացի դրանից Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը շուտով վայր կդնի իր լիազորությունները եւ թե ով կլինի հաջորդ նախագահը հայտնի չէ։ Հենց այս թեմաների մասին այսօր կխոսենք իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։ Բարև ձեզ Գոհար։ Բարև ձեզ։ Եվ այսպես ամենահետաքրքիր հարցը, որ կարծում եմ շատերին է հետաքրքրում, հիմա ընտրությունները վերջացան ի վերջո Միացյալ Նահանգներում։ Պատերազմ կլինի թե ոչ։ Միանշանակ այդ հարցին պատասխանելը իրականում սխալ կլինի, բայց այնուամենայնիվ ես կփորձեմ բացատրել իրավիճակը։ Իրանի Իսլամական Հանրապետությունում բավական այսպես ակտիվ զգացվում էր կողմնորոշումը նախ երկու տեխնացուների նկատմամբ։ Իրանում ավելի շատ հակված էին, որպեսզի լինի Բարակ Օբաման։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Բարակ Օբամայի այսպես ասած նախագահ լինելու տարիներին այն աստիճան սուր չի լինի իրավիճակը Իրանի հետ կապված, քան թե մյուս տեխնացուի Միտ Ռոմնիի հետ կապված։ Մենք գիտենք, որ Ռոմնին բավականին շատ իր, այսպես ասած, ելույթներում նշում էր, որ պետք է այո սուր էր արտահայտվում, որ պետք է պատժամիջոցները բավարար չեն, պետք է անցնել ռազմական գործողությունների։ Մի փաստ եւս, Ռոմնին բավական լավ համագործակցում էր Իսրայելի հետ եւ նույնիսկ մինչեւ ընտրությունները եղել էր Իսրայելում։ Եվ բացահայտորեն Իսրայելը ուրեմն ցանկանում էր, Իսրայելի ղեկավարությունը ցանկանում էր, որ Ռոմնին ընտրվի որպես նախագահ, նույնիսկ նույնիսկ այնտեղ գտնվող ամերիկացիները գրեթե 5-ից 4-ը ընտրել էր Ռոմնին։ Բայց այնուամենայնիվ ընտրվեց Օբաման։ Հետաքրքիր կարելի ասել մեսեջներ էր գնում նաև Իրանի կողմից, որ նրանք ցանկանում են, որ լինի Օբաման։ Նշենք, որ մի քանի ամիս առաջ գնաց այն ինֆորմացիան, որ
Իրանի եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների միջև գնում է ուրեմն գաղտնի բանակցություններ։ Հետագայում իրանական կողմը հայտարարեց, որ մինչև չլինի ընտրություններ, նրանք չեն բանակցի, ցույց տալով, որ մենք պետք է բանակցենք այն, այո, ղեկավարի հետ, այո, բարձր, այսինքն նրանք ցույց էին տալիս այս ժեստերը։ Մյուս ժեստը, որ կարելի է, այսպես ասած, ցույց տալ, դա նա էր, որ մի քանի մեկ ամիս առաջ Իրանը հայտարարեց պաշտոնապես, որ իր հարստացած ուրանի մի մասը նա արդեն մտցնում է կարելի ասել բժշկության մեջ եւ օգտագործում, այսինքն հարստացած ուրանի մեծ մասը ինքը նվազեցրեց, որպեսզի լարվածությունը ընդհանուր համաշխարհային լարվածությունը թույլատնի եւ թույլ տա Օբամային կրկին անգամ հաստատելու այն փաստը, այո, թույլ տալ այն փաստը, որ գիտեք, Իրանի հետ բանակցությունները դեռ ավարտված չեն։ Մյուս հարցին, որ ես կցանկանայի անդրադառնալ, որը ես ինքս իմ աչքով տեսա Իրանի Իսլամական Հանրապետությունում, դա նոյեմբերի 4-ին ամեն տարի Իրանում տեղի ունենում Ամերիկայի դեսպանատան գրավման փաստը, այս անգամ ցույցը բավական նվազ էր, քան թե մյուս տարիները, որ լինում էր, մյուս տարիները բնականաբար ավելի շատ այդպես խոսքը վերաբերում է 79 թվականի տեղնուցած Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման, որ նույն Ահմադինեժադը այն ժամանակ մասնակցել է այդ ցույցին եւ այդպես ինֆորմացիա կա, բայց դրանք կարելի ասել որ չճշտված ինֆորմացիաներ են, դրա մասին մի փոքր ուշ կխոսենք, բայց այնուամենայնիվ իմ պատկերացումը եւ այն զգացողությունն էր, որ այս տարի համենայն դեպս դեսպանատան գրավման օրը կրկին ցույց էր կատարել, բայց ոչ այն մասշտաբներով, ինչ որ ամեն տարի։ Այսինքն սրանք փոքրիկ մեսիջներ են, բայց դրանք ուղղված էր դեպի Միացյալ Նահանգների կառավարությանը, որ մենք ավելի հակված ենք տեսնելու Բարակ Օբամային ուրեմն որպես նախագահ, բայց ես կցանկանայի նաեւ փաստել մի հարցադրումի վրա կարող կցանկանայի կենտրոնանալ, որ ճիշտ է Բարակ Օբամայի կառավարման տարիներն նա միշտ անընդհատ փորձեց բանակցությունների միջոցով եւ Բարակ Օբաման այն միակ նախագահն էր, որ հոգեվոր առաջնորդին Այաթոլլահ Խամենեին ուղղեց երկու նամակ եւ այսպեսով նա կարծես թե կամուրջներ էր գցում, որպեսզի նրա հետ հենց համագործակցի, շատ լավ հասկանալով, որ նախագահները գնում գալիս են, սակայն հոգեվոր առաջնորդը մնայուն ուրեմն կարելի ասել արժեք է, բայց նաեւ պետք է նշել, որ Բարակ Օբամայի նախագահության ժամանակ էր, որ Իրանը այդ չափ պատժամիջոցների ենթարկվեց, քան թե մյուս նախագահների օրոք։ Այսինքն բացի այն, որ Միացյալ Նահանգներից էր պատժամիջոցները, Միացյալ Նահանգների հորդորով եւ պահանջով Եվրոմիությունը եւս պատժամիջոցներ կիրառեց Իրանի նավթի նկատմամբ, գազի նկատմամբ, որը բավական հարված հասցրեց Իրանի տնտեսական հարաբերությունների վրա։ Այդ շարքի մեջ կարող ենք դիտարկել այն փաստ, որ հիշում եք Իսրայելը վերջերս հայտարարեց, որ Իրանը միջուկային զենք չունի եւ չունի հնարավորություն ստեղծելու միջուկային զենք։ Մինչև այդ մի տեսակ տարօրինակ է, ինչպես կարող է Իսրայելը նման հայտարարություն տարածել պաշտոնական մակարդակով, եթե ճիշտ հակառակի վրա էր միշտ պնդում։ Եվ դա եղավ հենց ամերիկյան ընտրություններից մի երկու շաբաթ առաջ։ Սա նույնպես հավանաբար կարելի է դնել այս սցենարի տակ եւ մի հարց նաեւ Իսրայելում իմ կարծիքով չկա միասնական որոշում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ թե ոչ, որովհետեւ գիտենք նախագահը հակված չէ ռազմական գործողությունների, վարչապետը հակված է ռազմական գործողությունների։ Այսինքն նրանց միջև եւս կա խնդիրներ։ Իսրայելը շատ լավ գիտակցում է, որ միայնակ նա չի կարող որևէ բան անել։ Եվ ամեն կերպ փորձում է ներքաշել Միացյալ Նահանգներին։ Այս դեպքում Միացյալ Նահանգները իդեմս Բարակ Օբամայի հասկացրել է, որ մենք ռազմական գործողությունների մեջ գոնե առայժմ մենք չենք կարող մտնել։ Սակայն որպեսզի չնեղացին նաեւ իսրայելական լոբին, չմոռանանք, որ Իսրայելը ուրեմն բավական շատ հրեաներ են գտնվում նաեւ Միացյալ Նահանգներում եւ դա նույնպես ընտրազանգված է։ Որոշակի ինֆորմացիա կա, որ բավական զենքի տեսակներ, հատկապես ինքնաթիռներ երբ որ օդի մեջ կարող են լցնել ուրեմն բարելանյութը, ինչպես նաև խորը ուրեմն գետնի տակ խորը հատվածներում ռմբակոծելու այդպես ռումբեր են մատակարարել Իսրայելին, այսինքն եւ սրան են աջակցում եւ այնտեղ չեն թողնում, որպեսզի լարվածությունը հասնի այո գագաթնակետի, բայց չմոռանանք, որ նաև Միացյալ Նահանգների նախագահը, նաև այսօրվա նախագահ արդեն Օբաման ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ միջուկային Իրան որպես զենք ունեցող երկիր նրանք երբեք չեն հանդուրժի, որովհետև դա այլ տեսակի երկիր կլինի, որը անկառավարելի կլինի։ Ես առաջարկում եմ դիտել կարճ տեսանյութ այն մասին, թե ինչպես է փոխվել Իրանում Միացյալ Նահանգների հանդեպ վերաբերմունքը։ Իրականում շատ հետաքրքիր, բայց եւ շատ նուրբ տեղաշարժեր են տեղի ունենում, թե ինչի մասին է խոսքը, դիտեք ռեպորտաժում, որից հետո կշարունակենք։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմական սպառնալիքների դարաշրջանը ավարտվել է։ Ըստ նրա, Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու իսրայելական փորձերը տապալվել են։ Պատերազմի մասին բոլոր խոսակցություններն էլ արդեն անցյալում են։ Մյուս կողմից Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Թեհրանը կկոտրի Բարակ Օբամայի ագահ ձեռքերը,
եւ կհաղթահարի բոլոր պատժամիջոցների հետևանքները։ Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններից հետո Իրանից հնչած այս երկու տարբեր մոտեցումներից կարելի է եզրակացնել, որ Իրանը մի կողմից շարունակում է ցուցադրել իր վճռականությունը, մյուս կողմից Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև սկսում է հստակ տարբերություն դնել։ Եթե մինչև ընտրությունները Իրանը թշնամու կարգավիճակում չէր տարբերակում այս երկու երկրները, ապա այսօր Միացյալ Նահանգները դիտարկվում է որպես Իսրայելի սադրանքին տեղի չտված պետություն, ում հետ կարելի է եւ պետք է բանակցել։ Գեներալ Ֆիրուզաբադեի առաջին հայացքից սովորական այս հայտարարությունը իրականում իրանական խնդիրը մոտ ժամանակներում խաղաղ լուծելու հույսեր է ներշնչում։ Դավիթ Սարգսյան, Առնյուզ։ Բարի, դուք նոր եք վերադարձել Թեհրանից, կպատնեք մեզ ճիշտ է այն պատկերացումը, որ մենք ունենք Իրանում, այնտեղ ամեն ինչ այդպես մութ է, փակ է կամ ինչպիսին է այնտեղ, ինչպես են մարդիկ ապրում այնտեղ։ Որտեղ այնպիսի տպավորություն է, որ միջազգային լրատվամիջոցներով երբ տեսնում եք Իրանի մասին ընդհանուր ինչ են ներկայացնում, ինչպես են ներկայացնում, այնպիսի տպավորություն է, որ այնտեղ այդ պատժամիջոցների հետևանքով մարդիկ վատ են ապրում, փող չկա, դա ճիշտ է, թե դա ուղղակի տպավորություն է։ Չէ, իրականում տպավորությունը մի փոքր ավելի չափազանցեցված է, ժողովուրդը բնակչությունը ապրում է իր բնականon կյանքով, իհարկե մի փոքր տնտեսական վիճակը զգացնել է տալիս, արդեն յուրաքանչյուր իրանցի իր սեփական գրպանի վրա է դա զգացել, հատկապես երբ որ դոլարի կուրսը կտրուկ բարձրացավ, նրանք անմիջականորեն զգացին իրենց մաշկի վրա, բայց այնպես չէ, որ ամեն ինչ փակ է, մութ է եւ ոչինչ չկա, Իրանի ամեն մի հատվածում կարող եք տեսնել լայնամասշտաբ շինարարություն, որը որևէ կերպ կանգ չի առնում եւ բավական այսպես տեմպերով զարգացող երկիր է, որին այդպես վերագրելը իսկապես սխալ է։ Ժողովուրդը ներսում այդ ամենօրյա վտանգ, որպես այդպեսին չկա, չի զգում։ Տնտեսական վիճակը այո, մի փոքր զգացնել է տալիս իրեն։ Բայց նման հզոր երկրի դեպքում այո, զգացնել է տալիս, այսինքն յուրաքանչյուր իրանցի իր սեփական գրպանի վրա եւ մաշկի վրա զգացել այս տնտեսական խնդիրները։ Չմոռանանք, որ Իրանի տնտեսական զարգացումը հիմնականում խարսխված է նավթի վրա եւ այժմ բավական կրճատվել է նավթարդյունաբերությունը, ուստի չէր կարող զգացնել չլինել ուղղակի։ Բարի, իսկ տեսեք այս տարի Իրանում քաղաքական շատ հետաքրքիր փոփոխություններ տեղի ունեցան, ընտրություններ տեղի ունեցան, խորհրդարանական, եթե կարող ենք այդ տերմինը այստեղ օգտագործել, եւ մյուս տարի կարծեմ նախագահական, այո, եւ Ահմադինեժադը չի վերընտրել, չունի, բացի դրանից խորհրդարանում նրան սատարող ուժերը կարծեմ այս տարի թուլացան, այո։ Ինչ կլինի, հիմա Ահմադինեժադը փաստացի հեռանում է իշխանությունից եւ այդ process-ն է ընթանում։ Ով է հավանական փոխարինողը, ով կլինի եւ հնարավոր է որ փոխվի եւ նաեւ փոխվի միջուկային խնդրի շուրջ այս ամեն ինչը։ Ուրեմն տեխնացուները արդեն կամաց երևում են, ամենա այսպես ասած ուժեղ տեխնացուները, որ բավական մեծ շանսեր ունեն, դա Ալի Լարիջանին է, խորհրդարանի խոսնակը, մեջլիսի նախագահը, եւ Ալի Ակբար Վելայաթին, մենք նրան հիշում ենք որպես արտաքին գործերի նախարար, եւ բավական ազդեցիկ դեմք է Իրանում այսօր, եւս նա հոգեոր առաջնորդի խորհրդական արտաքին հարաբերությունների հարցերով եւ լրատվամիջոցներում նույնիսկ գնաց այնպիսի ինֆորմացիա, որը իհարկե հետագայում հերկվեց, որ Իրան, Միացյալ Նահանգներ այս գաղտնի բանակցությունները հիմնականում իրականացում է Վելայաթի միջոցով։ Այսինքն այստեղ մենք զգում ենք, որ հոգևոր առաջնորդի վստահությունը Վելայաթին, իսկ սա բավական կարևոր, այո։ Այսինքն ես կարծում եմ, որ երկու գլխավոր ֆավորիտները կլինեն այնուամենայնիվ Լարիջանին եւ Վելայաթին։ Հնարավոր է դրանից օգտվեն, այսինքն ամեն ինչ ոնց որ կապեն Ահմադինեժադի հետ եւ նոր նախագահի, այսպես այդ օգտագործեն նոր նախագահի երևույթը եւ այս գան ինչ որ եզրակացության եւ այս հարցը փակվի։ Ես կարծում եմ, որ այս նոր նախագահի ընտրություններով շանս կծնվի, կարելի ասել, որը թույլ կտա բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ կրկին բանակցել, այո, ավելի համարձակ խոսել, բայց այստեղ խնդիրը ոչ թե նախագահի երևույթն է։ Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում բոլոր հարցերը որոշվում է հոգևոր առաջնորդի, ուրեմն այսպես ասած, գիտությամբ։ Այսինքն այստեղ նախագահները կարող են փոխվել։ Եթե հոգևոր առաջնորդը որոշել է փոխել քաղաքականությունը, կտեսնենք դրական փոփոխություն, եթե ոչ, ապա կտեսնենք կրկին ձգձգման քաղաքականություն։ Բարի, եւ վերջին հարցը տամ, դուք քանի որ Իրանից եք վերադարձել, ինչպես են այնտեղ վերաբերվում ընդհանրապես հայերին, որ իմանում են Հայաստանից, ինչ վերաբերմունք է։ Գիտեք, շատ կարևոր հարց է, ես կցանկանայի այստեղ շեշտել մի հանգամանք, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը հատկապես միջազգային թատերաբեմում մեղադրում են, որ նրանք ոտնահարում են ազգային փոքրամասնություններին եւ տարբեր տեսակի վիճակներ են ստեղծում նրանց համար։ Ես կցանկանայի նշել նախ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կան կրոնական փոքրամասնություններ, որոնցից մեկը հենց հայերն են, որոնք
որոնք իմ խորին համոզմամբ ուրեմն օգտվում են լիարժեք արտոնություններից եւ հայերը այնտեղ իրենց չեն զգում որևէ կերպ իրենց իրավունքները ոտնահարված։ Մենք ունենք այնպիսի լուրջ համայնք, որը կարողանում է մի շարք հարցեր լուծել, հայանպաստ հարցեր լուծել եւ նրանք իրենց իսկապես չեն զգում, որ դա իրենց հայրենիքը չէ։ Բարի, շնորհակալություն ձեզ մեծ շնորհակալ։ Գրահում էր արդյոք Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, թե ինչ պատասխան է ստանալու պաշտոնական Վաշինգտոնից, երբ զանգահարեց շնորհավորելու ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբամային։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությունները լռում են, սակայն այնինչ կա բավական է։ Բարակ Օբամային շնորհավորելուց հետո րոպեներ անց Վաշինգտոնից Յանուկովիչին է զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար եւ Յանուկովիչի համար տհաճ դիտարկումներ է արել։ Կատարեք ձեր ժողովրդավարական պարտավորությունները, ասել է Բայդենը եւ պահանջել, որ Ուկրաինայի դատախազությունը վերջ տա հետընտրական հետապնդումներին։ ԱՄՆ փոխնախագահը հորդորել է ամեն ինչ անել, որպեսզի հարուցված քրեական գործերին հետևեն արդար դատավճիռներ։ Ուկրաինայում նոյեմբերի 11-ին ավարտվել են վերին Ռադայի ընտրությունները։ Բազմաթիվ բողոքների ու բողոքարկումների հետևանքով հարուցվել է 9 քրեական գործ։ ԱՄՆ փոխնախագահը այս առիթով Միացյալ Նահանգների անհանգստությունն է հայտնել, նշելով, որ այս գործընթացները կարող են խանգարել Ուկրաինա-ամերիկյան հարաբերություններին։ Արտյոմ Լևոնյան, Armnews։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է երկրում վերականգնել մահապատիժը, որը Եվրամիությանը անդամակցելու նպատակով դադարեցվել էր 2002 թվականին։ Էրդողանը օրինակ է բերել ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային, որտեղ մահապատիժը ուժի մեջ է։ Այն վերականգնելու վերաբերյալ հայտարարությունները Թուրքիայի վարչապետը արել է քրդական աշխատավորական կուսակցության եւ թուրքական բանակի բախումների ֆոնին, որի ժամանակ թուրքական կողմի զոհերի թիվը աճում է։ Էրդողանը ցանկանում է վերանայել նաեւ քուրդ առաջնորդ Աբդուլլա Օջալանի գործով դատավճիռը։ Մեր կողքին եւ աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձություններ այսօր ամփոփել է Մարիամ Մխիթարյանը։ Ֆրանսիան առայժմ եվրոպական միակ պետությունն է, որ ճանաչել է սիրիական ընդդիմության նոր ձևավորված կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ եւ այն համարել է երկրի ապագա անցումային կառավարություն։ ԱՄՆ արտգործնախարարությունն անմիջապես արձագանքել է նախագահ Ֆրանսուଆ Օլանդի հայտարարությանը։ Վաշինգտոնը դրական է գնահատել այդ մոտեցումը, սակայն չի շտապում հետևել Փարիզի օրինակին։ Ֆրանսիայի իշխանություններն որոշել են ավելի առաջ գնալ ու առաջադրել են սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցը։ Միաժամանակ Օլանդը հաստատել է, որ Սիրիա ռազմական ներխուժում չի նախատեսում։ Այսօրը Եվրամիության պատմության մեջ կհիշվի որպես համերաշխության ու միասնական գործողությունների օր։ 23 երկրների աշխատավորներն արձագանքել են արմյութների կոչին եւ Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է միաժամանակյա համընդհանուր գործադուլ։ Բոլորի վրդովմունքի պատճառը նույնն է՝ հակաճգնաժամային կոշտ քաղաքականության մեղավորը Անգելա Մերկելը։ Վարկային ճգնաժամից առավել տուժած երկրների Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի ու Իտալիայի բնակիչները համոզված են, որ Եվրահանձնաժողովը Բերլինի թելադրանքով է սահմանափակումներ պարտադրում։ Ցուցարարների կարծիքով կրճատումների եվրոպական քաղաքականությունը կհանգեցնի փակուղու, ավելի կխորացնի հարուստների ու աղքատների միջև եղած անդունդը։ Իսպանիայում ու Պորտուգալիայում հայտարարվել է 24-ժամյա, իսկ Իտալիայում ու Հունաստանում մի քանի ժամյա գործադուլ։ Գերմանիան բավարարվել է հանրահավաքներով ու համերաշխություն հայտնելով համընդհանուր դժգոհություններին։ Բողոքի ակցիաներին մասնակցում են նաև ցամաքային ու օդային տրանսպորտի աշխատակիցները, որը քաոս է առաջացրել տրանսպորտի ոլորտում։ Իսպանիայում ցույցերն ընթացել են ոստիկանության հետ բախումներով, կան տասնյակ ձերբակալվածներ։ Լիսաբոնում բողոքի ակցիային մասնակցել են նաև իրավապահներ, իսկ բելգիացիները որոշել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուին խորհրդանշական պարգև շնորհել կոշտ գծի համար։ Չնայած բողոքի ակցիաների ու գործադուլների հսկայական ծավալին, վերլուծաբանները փոփոխություններ չեն կանխատեսում։ Նրանք համոզված են, որ հարավային Եվրոպայի երկրների կառավարությունները չեն փոխի իրենց դիրքորոշումներն ու ծրագրերը եւ արճակատման չեն գնա Գերմանիայի հետ, քանի որ չափազանց մեծ է կախվածությունն այդ երկրից։ Ժամանակակից էլեկտրոնային սարքավորում կանաչ եղևնու փոխարեն այս որոշումն ներկայացրել Բրյուսելը եւ ուզումների նորալիք առաջացրել երկրում։ Ըստ նոր մտահղացման 25 մետրանոց կառույցի վրա տեղադրվելու են մեծ քանակությամբ էկրաններ, այն լուսավորվելու է բազմագույն լամպերով։ Բրյուսելի իշխանությունը բացատրել է, որ այդ քայլին է դիմում, որպեսզի քրիստոնեական խորհրդանիշներով տոնածառով չվիրավորի Բելգիայի մահմեդականների զգացմունքները։ Սոցուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բելգիայում մահմեդականներն այսօր կազմում են բնակչության 25%-ը։ Երկու մահմեդական քաղաքական գործիչ դարձել են Բրյուսելի քաղաքային խորհրդի անդամ եւ մտադիր են եվրոպական այդ երկրում հաստատել շարիաթի օրենքները։ Տեսնելով բելգիացիների վրդովմունքը, Բրյուսելի քաղաքային ղեկավարությունը հերքել է իրենց որոշման կրոնական մեկնաբանությունը եւ հայտարարել է, որ զուտ նորարարության նկատառումներով է տեղադրելու էլեկտրոնային կառույցը ու վստահեցրել, որ այն շրջապատված է լինելու Քրիստոսի ծննդյան տոնի կերպարներով։ 25000 բրյուսելցիներ միջնորդագիր են ստորագրել, որով իշխանությունից պահանջում են քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրել ավանդական տոնածառն իր քրիստոնեական բոլոր աքսեսուարներով։ Մեր կողքին եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այսօր այսքանն էին։ Ցտեսություն։